Չնայած քվեարկության արդյունքներին, ընդդիմադիր կուսակցության նախագահական թեկնածու Ռաֆի Հովհաննիսյանը հայտարարում է, թե հաղթել է ընտրություններում։ 20 տարվա մեջ առաջին անգամն է, որ Հայաստանի քաղաքացիները Սահմանադրության, օրենքի, իշխանության եւ ապագա ժողովրդավարության օգտին են քվեարկել, պնդում է Ռաֆի Հովհաննիսյանը։ Ընտրությունների արդյունքների դեմ բողոքարշավում Հովհաննիսյանին է միացել նաև նախընտրական շրջանում հացադուլի դիմաց նախագահական թեկնածու Անդրեաս Ղուկասյանը։ Իմ հացադուլով ես հանրության եւ կառավարության ուշադրությանն եմ հանձնել այն փաստը, որ Հայաստանը շարունակում է անկախության պայքարը, ասում է Ղուկասյանը։ Ի տարբերություն 2008 թվականի հետընտրական կացությանը, այս անգամ ոստիկանությունն ու բողոքի մասնակիցները ընթանում են խաղաղ ճանապարհով, արտացոլելով ժողովրդավարությունը ամրապնդող նոր տրամադրությունը։ Տարածաշրջանի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասում է, թե ինքը լավատեսորեն է տրամադրված ներկա քաղաքական միտումների նկատմամբ, դրանք որակելով շարժում դեպի արևմուտք։ Նախագահ Սերժ Սարգսյանը ընտրություններում հաղթել է ձայների 59%-ի մեծամասնությամբ։ Հայաստանի ընտրություններին են հետևել ավելի քան 7000 միջազգային եւ տեղական դիտորդներ։ Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Կարին Վոլսեթի համաձայն մամուլի դաշտում օրենքի շրջանակներում հավաքներ կազմակերպելու եւ խոսքի ազատությունների առումով Հայաստանում նշանակալի առաջընթաց է արձանագրվել։ Բողոքի ցույցի մասնակիցներից Մամիկոն Հովսեփյանի համաձայն դիտորդների հայտարարությունը առաջընթացի վերաբերյալ սուտ է, քանի որ դիտորդները մեկուսացված են եւ միայն 15 րոպե են անցկացրել ընտրական տեղամասերում։ Իսկ մինչ այդ Ռաֆի Հովհաննիսյանը հետընտրաշավային շրջագայություն է կատարում Հայաստանի մարզերում, ղեկավարելով հանրահավաքներ քաղաքական ընդդիմությանը միավորելու ջանքերով։ Արաքսիվան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։